Փաշինյան, քվորումի բացակայությունը եւ Փաշինյանը եկել է բյուջեի քննարկման, ինչով եք պայմանավորում։ Անդրանը դուք պետք է հասկանաք, որ այսօր այս վերջի 5 տարիների ընթացքում ազգային ժողովի իշխող խմբակցությունը մենակ ապահովում է ազգային ժողովի ամբողջ աշխատանքը։ Ընդդիմադիր ներկայացուցիչները գրեթե նիստերին չեն գալիս կամ գալիս են մի քանի հոգով։ Միջոցառումներին, միջազգային հարթակներում եւ մենք մի ձեռքով միջազգային հարթակն արդեն կողարկում, մյուս ձեռքով քվորում ենք ապահովում եւ ընդհանրապես 10 րոպե ուշացում ա եղել որոշ պատգամավորներ, մենք նաեւ շատ երկու պատգամավորներ ենք առնվազն, որոնք նոր բալիկ ունեն, փոքր բալիկ չէ, 3-4 պատգամավոր ունենք, որոնք նորածին բալիկներ ունեն եւ բնական է մի անձնի, այսպես ասած, աշխատանքը փորձում ենք ապահովել եւ կարող տենց բաներ լինի։ Երևում է, որ Փաշինյանը ինչ-որ դժգոհում է, ինչ էր ասում։ Ճանանում էր, որ մենք այս պահին չենք կարողացել ապահովել։ Հովիկ Աղազարյանը կարծես թե եւ Հակոբ Ասլանյանը դահլիճում են եւ չգրանցվեց։ Դե ասեցի, դա իրենց քաղաքական աստղային ժամն էր, որ իրանք ինչ-որ ձևով կարևորվեցին եւ իրենց երկու ձայնը չգրանցվեցին, որպեսզի քվորում չլինեն, իրենց հետագա քաղաքական հաղթանակներ են մաղթում։ Այսպես ներքիմային խնդիր չկա, որ օրինակ գուցե մի տունավոր ուշանան, Կարելի ջան, ասում եմ 4 մայր ունենք, որոնք երեխա ունեն նորածին։ Տիկին Դավոյանը հիմա ստեղ չի, Սոնա Ղազարյանը փոքր բալիկ ունի, Մարիամ Պողոսյանը փոքր բալիկ ունի, Տիկին Տիգրանյանը բալիկ ունի, եւ ասում մենք այդ բանով է, այդպես աստվածաշնչային բան կա, 5 հոգով մի ամբողջ ազգային ժողով ենք սպասարկում, միևնույն ժամանակ ունենք մարդիկ, որոնք որ գործողման են, պարոն Ռուբինյանը գործողման է, էլի մարդիկ կան 2-3 հոգի գործողման են, եւ բնական է, մի հոգի եթե հանկարծ մարդը ուշանում է խցանման պատճառով, երեխայի պատճառով կարող է ասած բաներ եւ Աշնանը լսել է խորհրդարանը, ճիշտ հասկացա, այդ չի վերադառնալու ճաշում չի վերա, իհարկե վերադառնալու, գործ կար, հանդիպում կար, վարչապետը ասեց, որ քիչ անց կվերադառնա։ Երեկել նույն պատմությունը գրկվեց, Անդրանիկ Քոչարյանը դահլիճում չէր, հայտարարվեց, որ իր ելույթն է, չնկատեմ Փաշինյանը նորից բարկացավ, նորից հեռացավ։ Տեսեք, ազգային ժողովի աշխատանքների մեջ տեխնիկական բազմաթիվ խնդիրներ են լինում։ Պատգամավորները հաճախ տեղերով փոխվում են։ Հաճախ տեղերով փոխվելու ժամանակ պատգամավոր տեսնում որ ենթադրենք ինքը 11-րդն է, մի հոգի իր ելույթը հանում է, եկել հայտնվում է ինքը 9-րդ տեղում եւ պահի տակ կարող է դուրս գալ, բայց այն ինչ որ միտումը որ դուք ասում եք ինչ որ դեմարշ կամ ինչ իհարկե այդպես բան չկա, չի կարա լինում, ինչի հիման վրա կամ խիղճի տենց լինում, չկա։ Եվ պարոն Սիմոնյան, այսօրվա մի ոդքասթի հաղորդավարների ձերբակալության հետ կապված եւ ըստ լուրերի ձեր մամուլի խոսնակները հաստատել, որ դուք եք ըստ էության այդ հաղորդումը տվել։ Ես չեմ կարծում, որ մենակ իմ հաղորդման հիման վրա է, վստահ եմ, որ այնտեղ ուրիշ առիթներ եւ պատճառներ կլինեն, բայց այո, ես հաղորդում եմ ներկայացրել եւ լրիվ տրամաբանական եմ համարում, այսինքն եթե սպառնալիք է հնչում, ես ինչ պետք է անեմ կամ այն խուլիգանությունը, որ իրենք իրենց թույլ են տալիս եթերով կամ մարդկանց անձնական կյանք, ընտանիք, անկողին մտնելու պարագայում, բոլոր այն մարդիկ, ովքեր փորձում են պաշտպանել, արդարացնել այդ մարդկանց, ես առաջարկում եմ պատկերացնել մի իրավիճակ, երբ որ ես իմ հեռախոսակը վերցնեմ եւ կմտնեմ եւ կխոսեմ օրինակ իրենց սեռական կյանքից, իրենց ընտանիքի, իրենց անդամներին, ամեն օր սեռական հայհոյանքներ կհնչեցնեմ իրենց հասցեներին եւ կսպառնամ, որ ես իրենց հետ հաշվեհարդար եմ տեսնելու եւ առաջարկում եմ իրենք դրանից հետո դրական էմոցիաներով եւ չդիմեն ոստիկանություն եւ ինչ որ ձևերով փորձեն այդ հարցը լուծել։ Հարգելիներ, ես ինչպես հասկացա, դուք եք ինչ որ եթե սխալվում եմ, ուղղակի ես ուշադիր չեմ եղել, դուք եք իրենց ինչ որ որակում տվել, որից հետո սկսվել է այդ փոխադարձը։ Սխալվում եմ, ինչպես է եղել, ուղղակի ես ինձ հաղորդումը չեմ նայում։ Իմ մասով սղագրությունը գալիս է, այն մասը, որը որ հայց ներկայացնելու համար ուղարկում են քաղաքացիական դատարան, այն մասը, որը որ քրեական տարապարունակում ուղարկում է այնտեղ։ Ինչ վերաբերում է իմ որակումներին, ազատ են թող դիմեն դատարան, ես երբևիցե որևիցե մեկի հասցեին սեռական բնույթի հայհոյանքներ չեմ հնչեցնում, ես որևիցե մեկի անկողին չեմ մտնում Կարենե ջան,
ոչ նախկին նախագաների անկողին, ոչ իրենց ընտանիքի անդամների, ոչ իրենց մահացած ներողություն, ոչ իրենց մահացածների գերեզմանների մասին չեմ խոսում։ Ես զարմանում եմ, որ իրավապահները շուտ չէին այս խուլիգանական բանին արձագանք տալիս եւ նորից եմ ասում, են բոլոր մարդիկ, ովքեր որ կփորձեն եւ ուզենան արդարացնել, թող իրենց վրա վերցնեն այն բաները, որոնք որ այդ երկու երիտասարդը իրենց թույլ են տվել, սկսած սպառնալիքից։ Օրեր առաջ Աբովյան քաղաքում երիտասարդ տղայի դանակահարեցին։ Մի տղան, որ դանակահարվեց, մահացավ, մյուս տղան իր կյանքը կործանեց եւ գնաց բանդ, կդատվի եւ մանկանի։ Այսինքն ուզում հասկանամ մենք ինչ հասարակություն ենք ուզում ձևավորենք, որտեղ որ իրար վիրավորելը, ստորացնելը եւ ռազմորկեք անելը պետքա տեղ ունենան, ոչ դրանով պետքա զբաղվեն իրավապահները եւ զբաղվել են։ Շնորհակալություն։ Բայց այդ ամբողջի մոտները որ ասում եք, չեք կարծում, որ ամեն դեպքում դա սկսել է վարչապետի մակարդակով, երբ նա այդ գնահատելն է արել։ Իսկ ինչպես են հատիտ ներկայացնում, ոչ, չի սկսվել դրանից։ Մեկ։ Երկրորդը մի բանա, երբ որ դու ինչ որ խոսում ես մասնական կյանքի մասին, հոգեվորականի եւ ասում ես, որ ուղղակի նա խախտում է իր հոգեվոր երթումը եւ մեկ այլ բան է, երբ որ դու սկսում ես քննարկել որևիցե մեկի սեռական կյանքը։ Դա մեկ։ Երկրորդ, ես կրկնեցի, կարևոր, ամենակարևոր է խոսակցությունից զատ, էմոցիայից զատ, վիրավորանք եւ զրպարտությունից զատ, կա քրեական բաղադրիչ, երբ որ մեկի սպառնում ես։ Խոսքը դրա մասին է։ Նորից եմ ասում, այո, օրենքով բոլորը պատժվելու են, ովքեր որ խուլիգանություն կանեն, սպառնալիքներ կհնչեցնեն հարգելիքներս, ոչ մի զարմանալու բան չկա, մի զարմացեք։ Մենք այլ հասարակարգ ենք ունենալու, մենք իրար չենք դանակահարելու, իրար չենք այդ տղաների պատմության պատճառը եղել է մեկը այդ քրեական ենթամշակույթով ապրելը, մեկը մյուսին ստորացնելը եւ երբ որ մեկը մյուսին ստորացնում է բանել, որոշում են իրանք հաշվեհարդար գտնեն, մեկը մյուսին վիրավորում է, դանակը վերցնում են, գնում են կանգառում իրար տեսնում են եւ դանակահարում են, այդ որ տենց վրթողում էիք բոլորդ, ասում էիք, որ այսինչ դեպք կա, հանցագործությունների շարքը մեծացել է եւ այլ, այս արդարացնելու հետևանք է։ Ես կոչ եմ անում բոլոր այն մարդկանց, ովքեր որ ենթարկվում են նման բաների, դիմել իրավապահներին։ Ես չի կարող չդիմել, դիմելու եմ եւ դիմել եմ լավ եմ որը, բայց ինչ պետք է անել։ Ձեր խնդիրն է։ Պատասխանելու եմ, բարնից ձեր։ Այդ